Մանկապարտեզներին անորակ կարակ են մատակարարում։ Ոչ մեր պատկերացրած կարակն է վաճառվում։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահն է խորհրդարանում 2024 թվականի կատարողականը ներկայացնելիս թվեր հայտնում։ Մոտ 10 տնտեսվարողի գործունեություն այս պահին կասեցված է, հարուցված վարույթներ կան։ Գնումների ֆորմատն ենք փոխում հենց նույն կարակի շուկայում, որպեսզի երեխաները ուտեն ավելի լավ սնունդ։ Անցած տարի միայն մանկապարտեզներին կարակ մատակարարողների աշխատանքում չէ, որ խնդիր են նկատել։ Արդար մրցակցության կանոնները խախտողները շատ են։ Մեկ տարում 3 միլիարդ 46 միլիոն դրամ տուգանք է գրվել, բայց բյուջե մտել է ընդամենը 1 միլիարդ 124 միլիոն դրամը։ Աչին շակում մնացածը չի մուտքագրվել, ուղղակի տնտեսվարողները ժամանակ ունեն, կարա տուգանքը լինի տարվա վերջում, կարա լինի դատական բողոքարկում եւ այլն։ 1-2-3 ամենախոշոր տուգանված ընկերությունների անունը Չի սիրում անուններ տալ Գեգամ Գևորգյանը։ Հետո ինչ, որ խոսքը արդար մրցակցության կանոնները խախտած առաջին եռյակի մասին է։ Ամենախոշոր տուգանքները նշանակվել է խաղային ոլորտում այս տարի, բենզինի ոլորտում եւ սննդի առաքման ոլորտում։ Պետությունը տուգանեց, մասնավորը տուգանքը վճարեց, տուժեց ով։ Սպառողը, որին չեն փոխհատուցում, նկատում է Հայաստան խմբակցության падգամավորը։ Ես չեմ տեսնում այն թիրախավորումը, պարոն Գևորգյան, ձեր հանձնաժողովի, որը պիտի տեսանելի Հայաստանի Հանրապետության քաղաքացու որպես սպառողի շահերը տեսանելի, շահերի պաշտպանությունը տեսանելի բարելավ։ Գեգամ Գևորգյանը հակադարձում է, իրենք մարդկանց կյանքում բան են փոխել։ Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականին 1.6 միլիարդ դրամ փող է վերադարձել գյուղացիական տնտեսություն մթերողների կողմից առանց մեծ տուգանքների, առանց մեծ վարչարության եւ այլն, այսինքն սիրո եւ համերաշխության մթնոլորտում։ Իսկ երբ է սիրո եւ համերաշխության մթնոլորտը հասնելու վարորդներին, որ արդեն գլխապտույտ ունեն օրու մեջ տատանվող գազի գնից։ Հատկապես հեղուկ օրը սկսվում է լիտրն ասենք 120 դրամով, ավարտվում 220-ով։ Ինչից է գալիս դուք գիտեք, ինչ գործոններ կան դուք ամենալավը գիտեք, բայց կոնկրետ օրինակ տաքսու վարորդին պայմանական։ Հիմա ինչ եք դուք ստեղ խոստանալու, որ ասենք այդ քառապատիկ, հնգապատիկ տատանումներ օրվա մեջ, որ օբյեկտիվորեն այդ մարդկանց վրա ազդում է, ամեն ձևով ազդում էլի, ստրեսից մինչև գրպանին հարված, որ այդ լուծելու է։ Կարող են զանգել սպառողների շահերի պաշտպանության կենտրոնական մարմին, ասում է մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը։ Մի բայց կա միայն, այդ մարմինը դեռ գոյություն չունի, նոր պետք է ստեղծվի։ Եթե իհարկե ազգային ժողովը օրենսդրական համապատասխան փոփոխությունները ընդունի։ Եթե ԱԺ-ն կամենա, այս տարի նաև մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անունը կփոխվի։ Գործադիրը մտադիր է օրենսդիր առաջարկ բերել, որ այն անվանվի մրցակցության եւ սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողով։ Արփիս Քեսյան, Միլենա Պողոսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։